107 միլիոն 900 հազար դրամ է ծախսվել Գավառ համայնքի նորատուց բնակավայրի Վարդան Մամիկոնյան եւ Սևանի փողոցի 3-րդ նրբանցքի ասֆալտապատման համար։ Փողոցների հիմնանորոգումն իրականացվել է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Սևանի փողոցի 3-րդ նրբանցքը նորատուսի թիվ 1 մանկապարտեզ տանող ճանապարհն է։ Ճանապարհը գտնվում է շատ անմխիթար վիճակում։ Մենք խնդրեցինք Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին եւ ճուշացավ մեր խնդրանքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է, դրան գումարած նախորդ տարի հիմնանորոգվել է նաեւ մեր մանկապարտեզի ցանկապատը, որի արդյունքում մենք ունենք թե ներսից թե դրսից կատարյալ մանկապարտեզ։ Մեր մանկապարտեզի անձնակազմի եւ մեր ծնողների անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Մարտիրոսյանին մշտապես մեր կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ կառուցվել է ջրահեռացման համակարգ մետաղական խողովակներով եւ երկաթբետոնյա վաքերով։ Ծրագրի արժեքը 22 միլիոն 370 հազար դրամ է։ Անձրևի ժամանակ նոմանավանդ երեխան պարտեզ բերելուց չոպտի կերկես թրցնես, հետո հետ բերես։ Երեխան այդ ձևի տենալով ինքը ինչ պատկերացում պետք է կազմի։ Իսկ էսի ինչ որ արվավ, շնորհակալ ենք իր անձամբ ես իմ անունից ու կանամ ասեմ, այս իմ կարծիքը շատ-շատերի կարծիքն էլ է, որ էսի արվավ շատ լավ էր, շատ ակուրատ էր։ Շնորհակալ ենք բոլորից, բանվորից բռնած մինչև այն ամենա վերադաս։ Վարդան Մամիկոնյան փողոցն էլ, որն ունի շուրջ 1 կիլոմետր երկարություն, Գավառ Մարտունի մայրուղուց դեպի բնակավայրի վերջնամաս տանող հատվածն է։ Հիմնանորոգման արդյունքում կրճատվել է դեպի բնակավայր տանող ճանապարհը եւ թեթևացել երթևեկությունը։ Հիմնանորոգումն արժեցել է 85 միլիոն 500 հազար դրամ։ Նշված երկու փողոցներում էլ դեռևս իրականացվելու են կահավորման աշխատանքներ, կատարվելու է գծանշում, տեղադրվելու են ճանապարհային նշաններ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։